Ես շատ եմ մտածել իմ քրեական գործի մասին, շատ հետաքրքիր մի փաստ եմ ուզում արձանագրեմ, որ եթե ես հանցագործ էի, չէ՞ որ 44 օրյա պատերազմին ինձ զենք են տվել ուղարկել Արցախ։ Դրանից հետո ես եղել եմ Արտանիշում, Կրասնիում, եղել եմ Իշխանասարում։ Եթե ես հանցագործ էի, ինչի համար էին ինձ զենք տալիս։ Եթե ես հանցավոր ինչ-որ մի խումբ եմ ղեկավարել, ապա ինչպես են ինձ վստահում, ասենք օրինակ Կարճախբևի շտաբային վաշտի հրամանատարությունը, Արտանիշում բավականին ծանր դիրքերի մի ամբողջ լինիայի պատասխանատվությունը, Արցախում, երբ ինձ արդեն մեռած էին համարում 44 օրյա պատերազմի ժամանակ, անգամ լրատվականներով տպել են, որ ես մեռել էի, իմ դիական հետ կորած էր, անգամ իմ ընտանիքին էին զանգերել, զանգահարել եմ ասել, որ ես արդեն չկամ եւ այլն եւ այլն։ Ես հասկանում եմ մի բան, որ եթե ես զոհվեի 44 օրյա պատերազմին, այսօր ես բանդում չի լինի եւ վստահ եմ, որ իմ նկարը նույնպես կլիներ սոցցանցերում եւ շատերը կասեն, որ զոհվեց հերոսի մահով կամ զոհվեց հանուն Արցախի եւ այլն, բայց քանի որ մենք կենդանի ենք մնացել, որ մենք արժանի ենք հետապնդման եւ հետապնդվում ենք թշնամու հրահանգով, որովհետեւ մենք կենդանի ենք մնացել, բայց Պարքաստուց վստահ եմ, որ Աստված կա եւ Աստված մեր Տերը մեզ կենդանի է պահել ինչ-որ մի ավելի մեծ նպատակի համար։ Եվ վստահ եմ, որ այդ նպատակը դեռևս մենք իրականացնենք եւ դա կանենք բոլորս միասին։